Մեր հանդիպման առաջին ելույթի համար խոսքը փոխանցում ենք պետականության եւ ազգային արժեքների պաշտպանության դիրքերում կանգնած Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Լիլիա Հարությունյանին։ Համեցեք Տիկին Հարությունյան։ Բարև ձեզ, իմ սիրելի Ստեփանավանցիներ, բարև ձեզ իմ համաքաղաքացիներ, այսօր ես ուզում եմ ավելի շատ ոչ թե դիմել ձեզ, այլ այն Ստեփանավանցիներին, ովքեր այստեղ չեն գտնվում, քանի որ դուք գտնվելով այստեղ հաստատում եք, որ դուք խիստ մտահոգված եք Հայաստանի ապագա ճակատագրի վերաբերյալ։ Հարգելի Ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ ասել, խնդրում եմ, 1 րոպե կանգ առեք, 1 րոպե սթափվեք, բախվեք իրականության հետ։ Տեսեք, այսօրվա իրականությունը ձեզ գոհեցնում է։ Հիշում եք 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկավ իշխանության, որքան շատ խոստումներ տվեց։ Ինքը կանգնած էր հազարավոր մարդկանց դեմ եւ տալիս էր հազարավոր խոստումներ։ Բերեք հետ նայենք, ինչ ունենք մենք այսօր։ Ես ասում եմ մենք, ի նկատի չունենալով այն մարդկանց, ովքեր այն ժամանակ 2018 թվականին շատ շուտ կողմնորոշվելով, շատ շուտ հարմարվելով, ամեն մեկը մի փոքր, մի քիչ մեծ, մի քիչ ավելի մեծ պաշտոն ստացան, ծվարեցին իրենց տաքուկ տեղերում, ստեղծեցին իրենց կոմֆորտի զոնան եւ այս տարիների ընթացքում այդ կոմֆորտի զոնայի պահպանողներն են։ Այսօր նրանք փրփուրները բերանին պաշտպանում են ներկայիս իշխանությունը, սուտ խաղաղության թեզը։ Նրանք Հայաստանի ապագայի մասին չեն մտահոգված, բոլորս էլ դա քաջ գիտակցում ենք, նրանք մտահոգված են իրենց տաքուկ տեղերի համար, պետք չէ իրենց հավատալ, դուք կարողացեք տեսնել իրականությունը, սիրելի Ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ հարց տալ, դուք հաշտեք նրա հետ, որ այսօր հասարակության մեջ գերիշխում է գռեհիկ, լկտի, ցինիկ հրետորաբանությունը։ Արդյոք հարիր է մեր վարչապետին եւ իշխանական պաշտոնյաներին, երբ ասում են պատին ձեփել, ասֆալտին պարկեցնել, բարձուր լիզել եւ դա դարձել է նորմա։ Տեսեք համացանցում որքան է այդ լկտի, ցինիկ, անպարկեշտ, անբարո արտահայտությունները տարածված։ Հարիր է մեր ազգին, հայ ազգին նման դիրքորոշումը։ Իհարկե ոչ։ Ճիշտ ասած ամեն անգամ, երբ ես նայում եմ համացանցում տեսահոլովակներ եւ տեսնում եմ, երբ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը համացանցում դատարկ հայացքով տեսախցիկի դեմը կանգնում է, նստում է, երկար նայում է եւ հետո մի հատ սրտիկ է ցույց տալիս։ Ես զարմանում եմ, որքան է իջել մեր հայ տղամարդու կշիռը եւ ավելի շատ զարմանում եմ, երբ այդ սրտիկը կրկնում են այլ տղամարդիկ, որոնց մազերը արդեն սպիտակել են, բայց նրանք միևնույն է այդպիսի թեթև վարքագիծ են ցույց տալի։ Հարիր է մեր հայ տղամարդու բաժանում են այսպես կոչված Հայաստանի քարտեզներ։
դա քարտեզ չի, դա բսկտված մակետ է Հայաստանի։ Եվ որևէ մեկը մի անգամ մտածել է, ինչ խորհուրդ ունի այդ Հայաստանի մակետը բաժանելու մեջ, ինչ նպատակ է հետապնդում։ Իմ կարծիքով, դա միայն իմ կարծիքն է, ինձ թվում է դա խորհուրդ է, որ ապագայում այդ մարդկանց մոտ Հայաստանից մնալու է միայն այդ բրոշը դոշի որպես հիշատակ, քանի որ ամեն ինչ արվում է, որ մենք դառնանք Արևմտյան Ադրբեջան, եւ դրա մասին Ալիևը չի թաքցնում։ Ուրիշ խորհուրդ էլ կա դրա մեջ, բաժանելով այդ մակետները, Նիկոլը դարձնում է համահանցակից բոլոր նրանց, ովքեր այդ մակետները վերցնում են, վաղվա իր ապազգային դավաճանական գործունեության համար, նա կիսում է իր հանցագործությունը ձեզ հետ, ապագա հանցագործությունը ձեզ հետ։ Հարգելի ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ այսօր Ստեփանավանում տիրում է եւ ոչ միայն Ստեփանավանում, Հայաստանում, բայց ստեփանավանցիները շատ լավ գիտեն, որ Ստեփանավանում տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ։ Վախեցնում են բոլորին, եւ պետական աշխատողներին, եւ մասնավոր աշխատողների, մասնավոր բաժիններում աշխատող մարդկանց, հորդորում են չմասնակցել ընտրություններին, հորդորում են չմասնակցել հավաքներին, սպառնում են իրենց կարծիքը հայտնելու համար հետապնդել, աշխատանքից ազատել, բարդություններ ստեղծել մոտիկների համար, հարազատների համար, ինձ մոտենում են մարդիկ կամաց, շշնջալով, ասում են, մենք ձեզ հետ ենք, բայց կներեք չենք կարող ոչ գրասենյակ գալ, ոչ Երևան, որովհետև ամուսինս զինվորական է, կամ ամուսինս այս ինչտեղ աշխատում է, իրեն արդեն զգուշացրել են, կամ կինս է, կամ հորեղբայրս է, կամ քույրս է, չեք հոգնել այս համընդհանուր վախից, մարդիկ, պետք չէ, ժամանակը չէ ասել հերիք է, մենք հոգնել ենք, Նիկոլ Փաշինյան, դու մեզ խաբեցիր, դու խոստացար արդարություն, դու խոստացար ժողովրդավարություն, բայց դու այսօր բերել ես բռնապետություն, ոստիկանապետություն ես դարձնում մեր երկիրը։ Մեր գողտրիկ գեղեցիկ Ստեփանավանում ամռանը այս ժամանակ երբ դուրս էիր գալիս, լսում էիր թռչունների ծլվլոցը, լսում էիր երեխաների խաղի, երեխաները խաղում էին, երեխաների ճիչն էիր լսում։ Հիմա դուրս ես գալիս փողոց, ամեն քայլափոխին պարեկներ են կանգնած, ամեն քայլափոխին միայն լսում ես, կներեք, տր-տր, 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 սազում ամեն Ստեփանավանի նման բան, ոչ, իհարկե չի սազում, մենք ուզում ենք խաղաղություն, մենք կողմ ենք խաղաղության, մենք երազում ենք խաղաղության մասին, բայց մենք ուզում ենք իրական խաղաղություն, ոչ թե Նիկոլի հորինած խաղաղությունը, չի կարող խաղաղություն լինել չարի վերջի հեքիաթի պես խաղաղություն, որ այս տան մենակ խաղաղ լինեք չկրակեք, այն տան միայն խաղաղ լինեք չկրակեք, այդ արժանապատիվ խաղաղություն չէ, դա ստրկային խաղաղություն է, մեզ դա պետք չի, մեր ազգին դա հարեր չէ, մենք քաջ ազգ ենք եղել, մենք հաղթող ազգ ենք եղել, և մեզ պետք է, որ մենք լինենք քաջ և ազնիվ մեր նկատմամբ, մեր սերունդների նկատմամբ, մեր ծնողները մեզ Հայաստան են թողել և մենք պարտավոր ենք այդ Հայաստանը փոխանցել մեր սերունդներին և այսօր մենք կարող ենք դա անել, մենք դեռ ոչինչ չենք կորցրել, մենք կարող ենք ամենը վերադարձնել միայն ճիշտ ընտրություն կատարելով հանդերձ
եւ այդ ճիշտ ընտրությունը ուժեղ Հայաստանն է։ Մենք հավատում ենք Սամվել Կարապետյանին։ Մենք ստեփանավանցիներս, լոռեցիներս շատ ենք տեսել Սամվել քաջատեղյակ ենք Սամվել Կարապետյանի գործունեության մասին։ Եվ ամոթ նրանց, ովքեր այսօր ուրանում են արածը, ովքեր զրոյացնում են Սամվել Կարապետյանի խոսքը, մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանի խոսքը դա գործ է, բայց մենք նաև գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը արժեք չունի, նա կարող է սրտիկ ցույց տալ, ասել բոլորից սիրում եմ, դուրս գա փողոց եւ պարզվի, օհո, բոլորին չի սիրում եմ նրանց միայն, ով որ իրան հաճոյախոսում է։ Եթե մեկը իմ դիմանում է, արդեն չի սիրում, արդեն ատում է, արդեն սպառնում է, արդեն ահաբեկում է։ Դա ինչ սեր է։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել այստեղ մի բան, մի ժամ հետո օրինակ եմ բերում։ Օրինակ մետրոյում արցախցի կնոջը վիրավորել սպառնալ։ Մի ժամ հետո լրագրողը հարցնի, ասի, «Էդ ինչ եք ասում, ինչի եք ասում», ասեց, ոչ, ես նման բան չեմ ասել։ Այսինքն նա կարող է մի ժամ մի բան ասել, 2 ժամ հետո ուրիշ բան ասել, 3-րդ ժամ հետո լրիվ ուրիշ բան ասել, 4-րդ ժամ հետո ասել, ես ոչ առաջինն եմ ասել, ոչ երկրորդն եմ ասել, ոչ երրորդն եմ ասել։ Արժեք ունի այդ մարդու խոսքը։ Արժեք ունի այդ երաշխավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 300,000 ադրբեջանցի չեն գա։ Ոչ։ Արցախն էլ Հայաստան եւ վերջ, հիշում ենք, չէ՞։ Եվ ես վերջում ուզում եմ ասել, սիրելի ստեփանավանցիներ, պետք չի վախենալ, հաղթահարեք ձեր վախը, որպեսզի մենք վաղը ապրենք ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանի հետ։